Քննարկում ենք հարց համար 14-ը անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձարանական ծրագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Համեցեք, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Դեռևս 22 թվականին կառավարությունը մի կարևոր որոշում է ընդունել, որով խոշոր անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում տվել է աջակցությունը եղել է հետևյալ տրամաբանությամբ. եթե սահմանամերձ հատվածում է մինիմում պետք է 500 միլիոն ներդրում լինի, ոչ սահմանամերձ հատվածներում 1 միլիարդ դրամ եւ ավել, եւ կապիտալ ծախսերի 70 կապիտալ ծախսերի ներողություն 40%-ի չափով վերադարձ է կատարվել, իսկ կապիտալ ծախսերը շատ մեծ մասն են կազմում ընդհանուր նման process-ներում, ուրեմն նման համալիրներ կառուցելու։ Եվ մենք ունենք այստեղ ընթացքում ի հայտ են եկել ինչպես հաջողության պատմություն, այնպես էլ նաև խնդիրներ, եւ մենք հիմա այդ խնդիրներն ենք փորձում լուծել, նաև ժամանակ տալով, բայց ես ուզում եմ օրինակ հաջողության պատմության մասին պատմել։ Մենք մեկ պրոյեկտ, որը ամբողջությամբ այս պահին իրականացվել է, 11.7 միլիարդ դրամ ներդրում է իրականացվել, եւ այս պահի դրությամբ 2.3 միլիարդ դրամ մենք իրենց աջակցություն ենք տվել, բայց իրենք այս պրոյեկտում արդեն այս պայդրությամբ 2.4 միլիարդ դրամի հարկ են վճարել։ Այսինքն, եթե նայենք պետության տվածի եւ ստացածի հարաբերակցությունը արդեն իսկ դրական է, ել չասած, որ իհարկե մենք դեռ մի փոքր գումար էլ կա, որ կտանք, բայց դրա դիմաց մենք ունենալու ենք մի բիզնես, որը տալու է հարկեր եւ զարգանալու է, աշխատատեղեր է ապահովելու, մեր երկրի պայմանային անվտանգությունն է ապահովելու եւ այսպես շարունակ։ Բացի այս ներդրումային ծրագրից եւս 4 ներդրումային ծրագրեր, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, բավականին շատ աշխատանք են իրականացրել, մասնավորապես Սպիտակի թռչնաֆաբրիկա, Արաքս թռչնաֆաբրիկան, Իջևանյան բեկոնը եւ տավարաբուծության մեկ ուրեմն ծրագիր եւս, որոնք 15.2 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալ ունեն, բայց ժամանակի հետ կապված որոշակի խնդիր է եղել, շատ կոնկրետ օրինակ շմագի հետ կապված իրենք պլանավորել են X ժամկետում, բայց այդ ժամկետում օրինակ չեն կարողացել ստանալ եւ ստացվել է, որ իրենք ժամկետից դուրս են մնացել եւ այս ներդրումային պրոյեկտների համար մենք առաջարկում ենք եւս 1.5 տարով երկարաձգում եւ ուղղակի մենք վստահ ենք, որ դրանք կիրականանան, որովհետեւ շատ մեծ ներդրումներ արդեն իսկ արված են ներդրողների կողմից։ Բացի այդ, մենք նաև երբ որ նախորդ տարվա հաշվետվությունն էինք ներկայացնում կառավարության ղեկավարին, փոխվարչապետերին, նաև այսպիսի դիտարկում հնչեց հանրապետության վարչապետի կողմից, որ պետք է ըստ էության ծավալները մեծացնել, այսինքն եթե կա խոշոր ներդրումային ծրագրեր, չպետք է դրանք մենք վերևի սահմանները փակենք, սահմանափակումներ իրականացնենք, եւ այս առումով մենք հաջորդիվ մեկ այլ ծրագիր կգանք, բայց այստեղ էլ ենք այդ դիտարկումը ըստ էության հաշվի առել եւ մինչեւ 26 թվականի դեկտեմբերի 30-ը հնարավորություն ենք տալիս, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան այս ծրագրով ուրեմն մասնակցեն, իսկ արդեն մյուս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս օրինակ խելացի անասնական ունել 1000 եւ ավել գլխի համար, դա արդեն 27 թվականի ուրեմն հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, որը մոտակա ժամանակներում կբերեն կամ ավելի շուտ, եթե իհարկե ֆինանսական հնարավորությունները թույլ տան, եւ սա է ընդհանուր նախաձեռնությունը, պարոն վարչապետ, սրանով նվազագույնը 4 խոշոր անասնաբուծական համալիր եւս կունենանք, հույս ունենք նաև նոր հայտեր էլ կլինեն եւ նաև արդեն իսկ տեղեկացրել ենք գործարար համայնքին, կա նաև մեծ հետաքրքրություն շատ խոշոր օրինակ մի գործարար կա, որ ինքը եթե ընդունենք 800 գլուխ եւ ավել խելացի անասնագոմի համար սպասում է, այսինքն նախագծին, եթե կարողանանք ավելի շուտ ժամկետով ընդունել, բայց դա այդ դրան չի վերաբերում, ես ուղղակի մեր ընդհանուր մտադրությունների մասին այս մասով ցանկացա կիսվել։ Պարոն Պապոյան, հիմա այս որոշման էությունը ինչ է։ Մենք նախկին որոշումը կայացրել ենք ժամկետով, ներդրումները արվել են իրականում գետնի վրա, մենք համոզված ենք, որ այդ ներդրումներն արվել են եւ մենք համոզված ենք, որ լավ պատկերացում ունենք կատարված ներդրումների չափերի վերաբերյալ եւ մենք հիմա պարզապես որ այդ ներդրումները ինչ որ ձգձգումների պատճառով չզրկվեն աջակցությունից, ժամկետը երկարացնում ենք։ Պարոն վարչապետ, ներդրումները ամբողջ ծավալով դեռ չեն արվել,
Այսինքն երբ որ մենք տանք եւս լրացուցիչ 1.5 տարի, կշարունակվեն ներդրումները եւ կարվեն ամբողջական 15.2-ը։ Դեռ մոնիտորինգ չեն կարել, բայց մենք հողի վրա տեսել ենք, որ ահագին բան արված է, իսկ ինչու է ամբողջական չի արվել, օրինակ ինչու չկա պատրաստի ենթադրենք պրոյեկտ, որտեղ պայմանական ներդրվել է 7 միլիարդ դրամ կամ 5 միլիարդ դրամ, որովհետեւ ենթադրենք նույն շմագը իրենք պլանավորել էին ստանալ պայմանական 6 ամսում, ստացել են շատ ավելի ուշ, տարբեր պատճառներով, ինչ որ գիտելիքներ իրենք չեն ունեցել, ինչ որ հարցեր է ընթացքում առաջացել պետական մարմնի հետ եւ այլն, եւ սրա արդյունքում օրինակ ոչ թե 7-ն է ներդրվել այս պահին, արդեն օրինակ 3-ը, եւ սա բերել է նրան, որ մենք ինչ ենք համոզված ենք, որ այդ ներդրումներն արվել են։ Պարոն վարչապետ, իրական 11 ներդրումային պրոյեկտ կա այս կամ այն չափով արված կամ չարված։ Այս 4-ը, այդպես ասած, այդ գիծ այնքան են անցել, որ ես վստահ եմ ուղղակի կանեն։ Հիմա օրինակ մենք կատարված ծախսերը տեսնում ենք բանկային համակարգով, անկանխիկով եւ այլն։ Միանշանակ, այս որովհետեւ ասենք ենթադրենք դա շատ կարևոր է, որ հետագծելիություն ունի։ Հիմա որ մեկը ասում է ես 3 միլիարդ ներդրում եմ արել, մենք առնվազն 2 միլիարդ 999 միլիոնը տեսնում ենք, որ բանկային համակարգով անկանխիկ շրջանառությամբ ստեղ էսա գնացել, էսա ձեռք բերվել, այդ ապրանք եւ այսինքն հետագծելիությունը ապահովում ենք։ Պարոն վարչապետ, այս ծրագրի մոնիտորինգը, քանի որ խոշոր ներդրումային ծրագրի է, իրականացվում է Big 4-ի կողմից եւ մինչեւ բավականին թանկարժեք աուդիտ է, ինչեւ իրենք չեն տալիս մեզ այդ ամբողջ փաստաթղթերը, հավաստումները, մենք ըստ էության առաջ չեն գնում։ Իհարկե այնտեղ ունենք նաեւ հետագայում որոշ ծրագրերի դեպքում մի քիչ լայնացրեցինք, որպեսզի այլ աուդիտորական ընկերություններ կարողանան մասնակցել։ Նկատի ունեմ պրոֆեսիոնալ բարձր մակարդակի եւ շատ վստահելի հավաստում է դրվում դրա տակ։ Եվ դա ոչ թե անում ենք մենք, այլ մենք այդ փաստաթուղթն ենք պահանջում, ստանում ենք եւ այդ փաստաթղթի հիման վրա փոխանցում անում ենք։ Շատ լավ, խնդրեմ հարգելի գործընկերներ, հարցեր դիտարկումներ կան։ Ես կարող եմ նաեւ համեցեք, պարոն Գեորգի։ Շնորհակալ եմ մեծարգո պարոն Պապյան, դուք ասացիք, որ վերևի սահմանաչափն եք, սահմանափակումը հանել եք, այսինքն ծրագրի ծավալի։ Հիմա այդ ներդրողներից կարա նորից գա ներդրում կատարի ինքը եւ երկրորդ անգամ օգտվի։ Մի հատ պրոյեկտ հաջող ավարտել է, երկրորդ պրոյեկտը սկսի, որ ինքը այդ հնարավորություն ունենա։ Այո, կարող է եւ մեր այն որ սահմանափակման մասին խոսում էի, դա վերաբերվում էր մեր խելացի անասնաշենքերին, որտեղ սկզբից հակառակ տրամաբանությամբ էր փոքր թվեր էր, հետո փոքր թվերը բարձրացրեցինք, տեսանք, որ շարժը կա դրական իմաստով, բայց օրինակ մենք ունենք մի քանի գործարաններ, որոնք ասում են, որ 100-ը իրենց համար հետաքրքիր չի, այլ եթե լինի 1000 կամ 800, դա արդեն հետաքրքիր է, հետեւաբար արդեն հաջորդիվ մենք մեծ գաղափարներին աջակցելու ենք, իհարկե պահպանելով նաև փոքրերին օժանդակելու հնարավորությունը։ Խնդիր չկա, պարոն վարչապետ, հարցն անում է, որ մենք սկզբում ավելի բարձր շեմ ունեինք, հետո որոշ դեպքերի, որոշ վերլուծությունների հետևանքով որոշեցինք, որ այդ շեմերը պետք է նվազեն, որպեսզի հնարավորություն տանք։ Ինչ շեմերի մասին է խոսքը։ Խոշոր ներդրումային ծրագրերի։ Որն ենք համարելու խոշոր։ Այո, այսինքն որ ծրագրերն են, որոնք համապատասխանում են այս ծրագրի չափանիշներին, այսինքն սկզբից ավելի բարձր չափանիշներ են դրված ֆինանսական առումով, հետո մենք կարծեմ 2 անգամ այդ շեմերը նվազեցրել ենք, որովհետև ինչքան է դառը։ Հիմա 1 միլիարդ դրամ։ Սահմանամերձում 500 միլիոն։ Այո, բայց սահմանամերձում չունենք դիմում։ Բոլոր դիմումները 1 միլիարդ եւ ավելի մասին են։ 1 միլիարդը հիմա խոշոր է, թե խոշոր չի։ Հիմա համարվում է խոշոր, բայց տրամաբանորեն խոշոր է, թե խոշոր չի։ Մենք կարծում ենք, որ անասնաբուծության մեջ 1 միլիարդ է ենթադրում է ինչքան գլխականակ, ասենք խոշոր եղջերավոր անասունի։ Պարոն վարչապետ, ես կարող եմ ասել, որ այս 11.7 միլիարդ ներդրումային Չէ, 1 միլիարդը, ասենք 1 միլիարդ ներդրման արդյունքում
մոտավորապես ինչքան գլխականակ խոշոր եղջերավոր անասունի կլինի այդ ֆերմերային տնտեսությունը։ Այսպես կարող եմ ասել, մենք ուրեմն 100 գլուխ խոշոր եղջերավորի դեպքում մեր խելացի անասնագոմի ծրագիրը միայն անասնագոմը ենթադրում է մոտավորապես 114 միլիոն ծախս։ Միայն անասնագոմը։ Այստեղ այս ներդրումային ծրագրում համ անասնագոմն է, համ գլխականակը 1 միլիարդի մեջ։ Դե հիմա գիտեք ինչ հարգելի գործընկերներ, ես կան հանրապետությունում ինչքան ճամփորդում եմ, տեսնում եմ, այսօրվա մենք խոշոր ասելով պետքա հասկանանք մեր մասշտաբի համաձայն։ Հիմա ասենք օրինակ 100 կիլո բարձրացնելը այդ շատ է թե քիչ է։ Եթե նախկինում մեր բարձրացած մաքսիմումը եղել է 32-ը, 100 կիլոն արդեն շատ է, 3 անգամ ավելի շատ է։ Եվ հետևաբար կներեք նույնիսկ 100-ը Հայաստանում խոշոր է։ Հայաստանում շատ տնտեսություն չկա, որ 100 գլուխ բան ունի, եղջերավոր, այսինքն ինձ թվում է կարող ենք թերթի մի թերթի վրա գրել այդ տնտեսությունները, եթե ինտենսիվությունն էլ ներառենք, կեսեջի վրա կտեղավորվի։ Եվ ես ուզում եմ էլի վերադառնանք մենք 2018 թվի մոտեցումներին, մենք ասում ենք աջակցենք մինչև 3 հեկտար, մինչև այսքան, մինչև այնքան, եւ տեսանք ծրագրերը ընդունում ենք, փողը տալիս ենք, արձագանք չկա։ Հետո ինչ պարզեցինք, ինչ չկա արձագանք, որովհետեւ այդ ծավալները գյուղատնտեսության մեջ ձեռնտու չեն։ Նույնիսկ աջակցությամբ ոչ մեկ չի ուզում այդքան ներդրում անի, եթե նույնիսկ տեքստով կարդում ես, ասում ես, վայ, այս ինչ հրաշք ծրագիր են կարել, բայց գետնի վրա այդպես չի։ Բայց ես ուզում եմ հակառակն էլ ասեմ։ Այսօր տեսեք, մենք գնում ենք տարբեր ինտենսիվ բաներ, ինտենսիվ ջերմոցներ, ինտենսիվ տնտեսություններ եւ այլն, իհարկե մարդիկ աշխատում են իրանց շահույթի համար եւ նորմալ է, մարդը պետք է աշխատի իր շահույթի համար եւ զուգահեռ պետք է հարկեր գեներացվի, բայց այդ process-ը փոխում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ process-ը փոխում է Հայաստանի Հանրապետությունը, մեր պատկերացումը գյուղատնտեսության մասին, մեր պատկերացումը տնտեսության մասին, մեր պատկերացումը բիզնեսի մասին, մեր պատկերացումը աշխատանքի մասին եւ մեր պատկերացումը կյանքի մասին ընդհանրապես։ Որովհետեւ ուրիշ բան է եւ ես կարծում եմ, որ այնտեղ որտեղ իրական տնտեսության մասին է խոսքը, այնտեղ որտեղ իրական տնտեսության մասին է խոսքը, որովհետեւ ցավոք մենք երբեմն fake նախագծերի հետ ենք առերեսվում, հետո դառնում է քրեական գործ եւ այլն, որը մեզ ամենևին հաճելի չի։ Այնտեղ որտեղ գնում է իրական տնտեսության մասին, իրական գործունեության մասին, մենք պետք է աջակցենք այդ մարդկանց։ Էլ չեմ ասում, որ իրաց աշխատանքի արդյունքում, եթե կարճաժամկետում, միջնաժամկետում ոչ, երկարաժամկետում մեր ծախսած փողը հետա գալիս դեռ մի բան էլ ավելի։ Եվ այսքան խոսում ենք նաև կրթության մասին եւ այդ նաև կրթական process է, որովհետեւ գյուղատնտեսության մասին մեր պատկերացումն է նա, որ մարդը կռացած, ձեռքերը ճաքած եւ ասենք իր տարիքից մի 30 տարի ավել ծերացած մարդ։ Ոչ, այդպես չի։ Այսօր այդ տնտեսություններ ենք մտնում սկսած նրանից, թե աշխատողների համար աշխատողները ինչ պայմաններում են սնվում, էական չի տնից են բերում, թե այնտեղ տեղում պատրաստվում է։ Այսինքն այս ամեն ինչը հաշիվ է, չէ՞։ Այս ամեն ինչը հաշիվ է։ Եվ մենք պետք է գնանք միանշանակ աջակցության ճանապարհով, որովհետև եթե մենք մեր բանի թղթային կարգավորումներով նայենք, մեր ամենաիդեալական որոշումները կյանքում ոչ մի էֆեկտ չեն ունենում։ Իրանք կարանք սենց ոսկե ջրած ռամկա մեջ գցենք ու սենց պատին կախենք։ Եվ հետո ասենք հələ տեսեք ինչ լավ է ձևակերպված, չէ, ինչ ոսկեղենիկ հայերենով գրած է, բայց կյանքում դա բան փոխում է թե չէ։ Մենք պետք է գնանք կյանքի հետևից, կյանքի այն ինչ որ իրական պահանջ ունի, բայց մեր ստանդարտներով։ Պետք է ծախսերը լինեն անկանխիկ միանշանակ։ Ոչ մեկ չի կարա գա ասի հորս արև 1 միլիարդ ներդրում եմ արել։ Այդ 1 միլիարդ ներդրումը իմ պահանջն է։ Որ պահին ես ուզեցի ասի, բերեք այդ 1 միլիարդ ներդրումը, բանկային համակարգով այդ դրամի շրջանառությունը ցույց տվեք, պետք է հատիկ ու ոչ պլյուս մինուս կարա լինի 500,000 դրամ 1 միլիոն, այդ 1 միլիարդի մեջ։ Եթե որևէ տեղով այս հաշվարկը չեղավ, ուրեմն խնդրեմ կա։ Մնացած դեպքերում մենք աշխատող մարդկանց պետք է բան անենք, աջակցենք։ Աշխատող մարդկանց պետք է աջակցենք։
Այո, ես համաձայն եմ վերին շեմերը հանելու, բայց այդտեղ էլ պետք է ուշադրել լինենք, հանկարծ բաների մեջ չընկնենք, ծայրահեղությունների մեջ չընկնենք։ Էլի վերին շեմը ասելով մենք պետք է կրկնապատկման, եռապատկման ճանապարհով գնանք, բայց մենք հազարապատկման ճանապարհով պետքա չգնանք, նախ դրանից ոչ մեկ չի էլ օգտվելու։ Երկրորդը, եթե ինչ-որ մեկը հանկարծ ուզի օգտվի, անիմաստ դա մենք էլ ենք անհանգստանալու, թե այս ինչա ինչի համար։ Այսինքն մենք մեր աճերը պետքա մեր բազայի հիման վրա անենք, հա կարող ենք կրկնապատ 1000 գլուխ է լավ է, 5000 գլուխը լավ է, եւ մենք պետքա գնանք այս ճանապարհով չվախենանք, որովհետեւ մարդիկ աշխատում են եւ դրանով ասում են փոխում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես հիշում եմ, կներեք, ես հիշում եմ նույնիսկ 2018 թվականին, 19 թվականին, երբ որ ինտենսիվ այգիներ էին գնում, ինչ էր նշանակում, ինչպիսին էին այդ ուրիշ բան ես կարող եմ ասեմ։ Ես 19 թվականին, նույնիսկ 21 թվականին ինչքան ինտենսիվ այգի գնացել եմ, ես հատուկ հետաքրքրվել եմ։ Ասել եմ, բա ով է ձեր ագրոնոմը, ուր է ձեր ագրոնոմը, ասել են Իտալիայում է մեր ագրոնոմը, Հոլանդիայում է, դե մենք իրան ժամ պետք է վերցնենք, որ իր հետ կապի մեջ լինենք, ել չեմ ասում, որ ինքը գա, դա այսօր ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, երիտասարդներ, ովքեր մենք ենք կառավարության նիստում քանի անգամ եմ ես այդ այցերի արդյունքում ասել, սիրելի երիտասարդներ, սենց աշխատատեղ կա, ժամում 700 եվրով են աշխատում եւ այլն, այսօր ես գնում եմ տեսնում եմ արդեն տեխնոլոգները, գյուղատնտեսները մեր երկրի քաղաքացիներն են Հայաստանում կրթություն ստացած, իհարկե իրանց վրա աշխատող մարդիկ։ Էս ինչ արժի։ Ով ունի սրա թվային գնահատումը։ Սա կներեք 1 միլիարդ էլ է, 2 միլիարդ էլ է, 10 միլիարդ էլ է, որովհետև երկիրը ունենա հեսա նոր բանը, դա նույն ճանապարհն է, ինչ հիմա ավիացիայի մասին ենք ասում, նույնը գյուղատնտեսության ինտենսիվ այգեգործության ոլորտում է եղել։ Իսկ այսօր մենք ունենք մարդիկ, ովքեր վստահ են իրանց վրա եւ իրանց ուսերին տանում են։ Եվ համոզված են բարձր աշխատավարձ են ստանում։ Եվ պետք է մենք բան անենք, գնանք այդ ստանդարտ կանոնների մեջ որ տեղավորվենք, այդ ստանդարտ կանոնները տեղավորվելով առաջ չենք գնա։ Այնտեղ որտեղ մենք պետք է ստանդարտներ սահմանենք, բայց մեր ստանդարտի մեջ ճկունությունը պետք է լինի պարտադիր պայման, որովհետև ցանկացած բան այսօրվա կյանքը ամեն օր փոխվում է, ամեն օր։ Ինչ որ մենք դրեցինք կլիշեի մեջ, այդ նշանակում է հետ մնացինք արդեն, որովհետև այսօրվա կլիշեն վաղը արդեն գոյություն չունի։ Եվ հետևաբար ես աջակցում եմ, այո, ով ուզում է աշխատի, պետք է աջակցել։ Էլի եմ ասում, պետք է լինի ստուգելի, հետագծելի եւ ֆեյքը պետք է բացառվի։ Այսքան բան։ Մնացած մասով աջակցենք։ Ով ուզում է ինտենսիվ այգի դնի, պետք է կողքը, հա, այդքան խոսում ենք հողերի խոշորացման մասին։ Պետական մարմին ենք ստեղծում, խորհրդակցություններ ենք անում, էս ենք անում, ենք անում, վերջում գնում ենք ասում խոշորացրինք։ Այո, զեկույցներ հոյակապ արդյունք ենք ունեցի, 3 հեկտար հող խոշորացրել ենք։ Բայց այս մարդիկ գնում ես տերում ես 60 են խոշորացրել, 100 են խոշորացրել, 80 են խոշորացրել, որովհետև իրանք իրական կյանքի մեջ են, որովհետև նախ իրանք ռիսկով աշխատում են եւ պետական պաշտոնյայի կաշկանդվածությունները չունեն եւ մարդկանց հետ էլ կարողանում են շփվել։ Հիմա նոր երեք մենք ինչ տեսանք բանում Արագածոտեն գյուղում։ Չէ, Արագածան գյուղի ինտենսիվ այգու մասին եմ խոսում։ Մարդիկ իրանց ռիսկով վերցրել են վարձակալության հողի վրա, այդքան բան են արել, այգի են տնկել։ Ընդ որում այդ հողը, որի անունը էլի Արոտավայր է, պարոն Խաչատրյան իրար հետ էինք, համեն դեպս վիդեոները կան, բայց այսինքն սա անունը Արոտավայր է, բայց ասենք տարվա մեջ մի շաբաթ այդ հողի վրա խոտ է ալնում, կանաչ խոտ, որ կարելի է արոտ անել, մենք անունը դնում ենք Արոտավայր։ Տարվա 99% այդտեղ խոտ չի աճում, ընդհանրապես ոչ անապատ է այդտեղ։ Ու մարդիկ հիմա ենթադրում եմ նաև ինչի են այդ ռիսկը վերցրել, որովհետև Արոտավայրը 60 հոդվածի հող է, դա մենք չենք կարող ոչ մեկին տանք։ Հիմա մենք այս գնալով այս կյանք բանը այս իրավիճակներին առերեսվելով մենք հիմա խնդիրը ձևակերպված է սենց, որ մենք պետք է այնպիսի կարգավորումներ անենք, որ ներդրումային ծրագրի հիման վրա այո կառավարությունը հնարավորություն ունենա, ասի այս հողի կարգավիճակը փոխում եմ
եւ ինքը այլևս այդ կարգավիճակի չի, տնկարկներ են եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն այստեղ էլ է ֆեյքի մասին, ֆեյք արուտավարերից պետք է ազատվենք մենք, որովհետեւ օգուտ չեն բերում իրանք երկրին, օգուտ չեն բերում ընդհանրապես։ Եվ այս տրամաբանությամբ պետք է գնանք առաջ։ Այո, պետք է քննարկումներ ունենանք եւ այլն, բայց պետք է մարդը իմանա, եթե ինքը ուզում է արդյունք ստեղծի, պետք է իմանա, որ ինքը կառավարության աջակցությունն ունի, որովհետեւ ել չեմ ասում, այդ աշխատանքի արդյունքում այդ բյուջետային ծախսը հետ է գալիս։ Ընդ որում հետ է գալիս ոչ միայն պետական բյուջե, այդ ես գնում եմ ինտենսիվ այգի օրինակ, մարդիկ են աշխատում, գյուղի մարդիկ են։ Ասում եմ նախորդ ձեր աշխատանքը ո՞րն է։ Ասում եմ նախորդ աշխատանք ես չեմ ունեցել։ Եվ մարդիկ այսօր ապրում են աշխատում են քաղաքակիրթ պայմաններով։ Այո, աշխատավարձը մեր երազածը չի, բայց դա էլ է ժամանակի հետ։ Այսօր կներեք մենք ինչ ենք այսօր էլ վերջին անգամ էլեկտրոնային փոստով ինչ ենք քննարկում, որ մեզ պետքա մտածել վարդերի միջազգային շուկա, որովհետև այդ հարցը, որ մենք լուծենք, դա ընդհանրապես նշանակում է մոռացանք այդ թեման, բայց դրա համար ոլորտը պետքա նախ մենք մեզ համար մեծ ենք, մեզ համար խոշոր ենք, իսկ միջազգային շուկա մտնելու համար ահա որ մանր ենք, դեռ սահմանային մակարդակում ենք, բայց մեզ համար մեծ ենք։ Հիմա նույնիսկ մենք այսօր ինչ խնդիր է մեր տնտեսությունը հանդիպում, գալիս են ասում ենք, տեսեք, այսպեսի մի հատ լավ ապրանք ունենք, ստուգում են, համտեսում են, փորձում են, ասում են, այս ինչ լավն է։ Ուրեմն սրանից կտակ մեզ այս ինչ թիվը։ Պարզվում է այդ թիվը, որ իրանք ուզում են մի ամսվա համար, մեր երկրի 6 տարվա արտադրությունն է։ 6 տարում ենք մենք այդքան կարողանում արտադրել։ Եվ այս ինչի հաշվին է մեծանալ, պետք է աջակցենք, պետք է խթանենք։ Եվ այնպես որ գնանք այս ճանապարհով, այսինքն ճիշտ լինի, արդյունքը լինի, մնացած հետ կապված պետք չի ընդհանրապես մտավախություն ունենալ, համեցեք։ Վարչապետ, ես համաձայն եմ ամեն ինչի հետ, ուղղակի մի շերտ կա այստեղ, որին մենք սովորաբար փորձում ենք ուշադրություն դարձնել կառավարության աջակցության ծրագրերը նախագծելուց, որ մենք աջակցենք այնպիսի բիզնեսներին, այնպիսի նախաձեռնություններին, որոնք առանց այդ աջակցության իրանք չէին լինելու։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը ամեն դեպքում այդ ներդրումը պատրաստում անի, այդ աջակցության կարիքը ըստ էության դառնում է արդյունավետության կներեք, իսկ դա ոնց ենք ստուգում։ Եթե կա այդպիսի ներդրում, ուրեմն արված կլներ վաղուց։ Այն ներդրումը, որը արված չի, նշանակում է այդպիսին չի։ Հակառակ դեպքում ինչի չի արվել։ Իմ կարծիքով, օրինակ, ինտենսիվ այգեգործության ուղղությամբ մեր արված ներդրումները իրականում էֆեկտ են տալիս, որովհետև եթե մենք այդ աջակցությունը չտայինք, այդ ներդրումները այդ ձևով չէին լինի, հաշվի առնելով իր տնտեսական ցիկլի հարցերը, ես ընդհանրապես որպես ընդհանուր մի րոպե, ես ձեզ մի բան ասեմ, էլի, այդ հենց այդ օրինակի վրա։ Ես այն օրը հանդիպում եմ ունենում եւ մի ինտենսիվ այդպիսի այգու բանի ջերմոց սեփականատեր հարցեր է բարձրացնում, ասում է ես ոչ մի աջակցության ծրագրից չեմ օգտվել, ես արել եմ իմ ներդրումը։ Ու սկսում է պատմել իր խնդիրների մասին, եւ ես հասկանում եմ, որ դա չհաշվարկված ոչ էֆեկտիվ ներդրում է։ Որովհետեւ երբ որ աջակցության ծրագրից օգտվում են, մենք հնարավորություն ունենք նաեւ այդ ստանդարտը ինչ որ առումով ասելու, որ գիտեք, ինչ ստանդարտով եկեք աշխատենք, որովհետեւ եթե ստանդարտով չենք աշխատում, այդ աջակցությունը չի լինելու։ Դա փոխադարձաբար էդ էլ է կրթական process եւ այլնի եւ բիզնեսի եւ կառավարության համար։ Սա շատ կարեւոր երկխոսություն է։ Երբեմն մեզ թվում է կառավարություն, երկխոսություն, բանը ֆորմատն են, որ գալիս ենք նստում ենք ու ժամերով սենց խոսում ենք։ Խոսում, սրանից ավելի լավ երկխոսություն չկա։ Քիչ բառեր, շատ աշխատանք։ Եվ արդյունք։ Ես ասում եմ, հիշում եք դուք պարոն Պապոյան, այն օրվա խոսակցությունը։ Հենց բաներ է խոսում, ուզում ես ասես, եղբայր դուք ո՞ր թվից եք ընդհանրապես։ Այսինքն այնց բաներ են խոսում, որ մենք այդքան շփվել ենք, չենք լսել։ Վաղուց տենց բաներ ես չէի լսել։
Եվ չզարմացա, երբ որ պարզվեց այն քիչ դեպքերից է, երբ որ ջերմոցը հիմնվել է առանց մեր աջակցության ծրագրի։ Իսկ նրանք, ովքեր մեր աջակցության ծրագրերով են հիմնել, նրանք ուրիշ ստանդարտով են խոսում, նրանք ուրիշ ստանդարտով են մոտենում հարցերին եւ նույն երեք ինչ որ տեսանք արդիկում։ Մարդիկ գործիքներ են, բանը ինչա լիզինգի ծրագրով սարքավորումներ են ձեռք բերել, որ ինքը հասկանում եք քաղաքակրթական փոփոխություն է Հայաստանի Հանրապետության համար։ Քաղաքակրթական փոփոխություն է։ Ասենք ուրիշ բան որ չլինի, որ ասենք մենք գնացինք տեսանք, որ տենց սարք կա, դա արդեն ինձ համար գիտելիքի մի նոր մակարդակ էր, որ գնացինք տեսանք տենց սարք կա։ Սարք կա, որ ուլտրամանուշակագույն ճառագայթով սնկային հիվանդությունները բան անում, կանխարգելում է։ Եվ մենք պետք է ամեն ինչին տենց վերաբերվենք։ Եվ էսա մասնավոր պետություն համագործակցությունը ես սենց եմ պատկերացնում։ Եվ ընդհակառակը նենց չեմ պատկերացնում, որ գալիս են ասում, այս հարկից ազատեք, այս հարկից ազատեք, այս հարկից ազատեք, այս հարկից ազատեք, բան այս տվեք, այն տվեք, այն տվեք, այն տվեք։ Ոչ, սա մենք մոդելը գտել ենք եւ լիզինգի ծրագիրը մեր ամենամեծ պորտֆելն է։ Սա նշանակում է, որ մենք էլ ենք գոհ երջանիկ, մարդիկ էլ են գոհ երջանիկ։ Այսինքն դա ստացվում է մի տեսակ ավելին ավելի դիմաց, այսինքն ջանքը ջանքի դիմաց։ Այնտեղ որտեղ ջանք չկա, չի կարելի խրախուսել ջանքի բացակայությունը։ Պարզապես չի կարելի խրախուսել ջանքի բացակայությունը։ Եվ ընդհակառակը չի կարելի չխրախուսել ջանքը, հասկանալով, որ երբեմն նաև ձախողումներ կլինեն։ Հիմա այն ինչ որ ասում եմ, մեր ավիացիոն շուկայում ինչ է կատարվում։ Եռում է մեր ավիացիոն շուկան։ Դա մի բանի արդյունքում, որ մենք անդադ ջանք ենք գործադրել, անդադ ջանք ենք գործադրել։ Սխալվել ենք, ել ենք ջանք գործադրել, սխալվել ենք, ել ենք ջանք գործադրել։ Եթե մենք հանկարծ հանձնվեինք, Զվարթնոց օդանավականը այսօր էլ էր լինելու 3 հատ օդանավ կանգնած, երկուսի պագրիշկեն նստած։ Չեք հիշում այդ տեսարանները, որ գալիս ենք ասում ենք մենակ այդ տեսարանը արդեն բան էր, էլի, այտենց մխկտոց էր մարդու գալիս, որ լավ չա, այս ինչի համար այս օդանավակայանը։ Նույնն էլ հիմա տեղի է ունենում գյուղատնտեսության ոլորտում եւ ես շատ ուրախ եմ, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ջանքը դնում են։ Որտեւ իրանք իրականում արձագանքում են մեզ, մեր ասածին, մեր գաղափարաբանությանը, մեր քաղաքականությանը։ Այդ մարդիկ կարող է քաղաքական ճառեր չասեն, բայց իրանք կառավարության քաղաքական գծի իրականացնողներն են։ Ծիգ այդքան որ սիրում են, իրանք ծրագրի իրականացման գրասենյակ են։ Եվ ես այդ գաղափարը ունեմ, նաև էսա մի դեպքում փորձարկենք, որ մենք էդ էլ պետք է մտածենք, որ այդ ծիգի գաղափարն է փորձենք ինչ որ տեղերում պատվիրակենք, այն ինչ որ մեր պետական մարմիններն են անում, մասնավոր ընկերություններ կարան լինեն, որոնք շատ լավ անեն։ Ես չեմ ասում 0 լինի։ Հիմա փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում ես խնդիրը հստակ դրել եմ։ Պետքա գնանք այդ ճանապարհով։ Նաև ուրիշ ընդհանուր դպրոցաշինություն, այսինքն այդ գաղափարը մենք ունենք։ Որպեսզի մենք բան չանենք, այդքան շատ այսինքն արդյունքը լինի, արդյունքի վրա ավելի ռացիոնալ էներգիայով ճիշտ արդյունք ձևակերպենք։ Այնպես որ մենք էլի եմ ասում, կլիշեներից դուրս պետք է մտածենք անընդհատ։ Խնդրեմ կան այլ դիտարկումներ։ Դե պան Պապյան է դա պայմանը։ Պետք է ֆերման լինի տեղը, պետք է գլխաքանակը լինի տեղը, պետք է ծախսը լինի հետագծելի, մնացածի մասով խնդիր չկա։ Աջակցենք ինչքան պետք է։ Միանշանակ պարոն վարչապետ, վերահսկողությունը, մոնիտորինգը մեր ուշադրության կենտրոնում է եւ այնտեղ որտեղ ինչքանով որ հնարավոր է ֆինանսական առումով անկանխիկ բնականաբար այդպես է, իհարկե կան նաև դեպքեր, որտեղ որ օրինակ նույն ինտենսիվ այգիգործության մեջ պետք է շարունակական մոնիտորինգ, տեսնենք այգին պատշաճ վիճակում է, այսինքն դրանք արդեն տեսողական, դիտողական, մասնագիտական այլ Այդտեղ էլ է մեզ որոշակի ճկունություններ պետք էլի։ Հասկանում եք, սենց շատ նեղ քառակուսու մեջով նայելը միշտ չի որ ամբողջ տեսարանն է տալիս։
եւ իհարկե պետքա վերահսկողությունը ոչ մի դեպքում Միանշանակ։ չնվազի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։